Իրանի բազմաթիվ քաղաքներում ավելի քան 10 օր է շարունակվում է զանգվածային բողոքի ցույցերն ու գործադուլները, որոնք սկսվել են ազգային արժույթի արժեզրկման և բարձր գնաճի պատճառով։ Ցուցարարները ծայրահեղական կարգախոսներ են վանկարկում երկրի բարձրագույն ղեկավարության դեմ՝ «Մահ Խամենեիին», «Մահ բռնապետին»։ Ի պատասխան անվտանգության ուժերն անջատել են քաղաքում էլեկտրաէներգիան։ ՌԱՆԱ մարդու իրավունքների լրատվական գործակալությունից հայտնում են, դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի ցույցերից ի վեր զոհվել է առնվազն 34 ցուցարար և Իրանի անվտանգության 2 աշխատակից։ Տասնյակ ցուցարարներ վիրավորվել են։ Նշվում է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 2000 մարդու։ Նաև հաղորդվել է, որ Իրանի քրդական 7 ընդդիմադիր կուսակցություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ հունվարի 8-ը հայտարարելով համընդհանուր բողոքի օր։ Իր հերթին պաշտոնական Իրանը հերքել է արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ցուցարարները գրավել են Մալեքշահի շրջանը և Աբդանան քաղաքը։ Հունվարի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրում զոհեր լինեն իրանական արժույթի կտրուկ արժեզրկման դեմ դժգոհող ցուցարարների շրջանում։ Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը։ Ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակ անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ և որոշիչ պատասխանի։ Արդեն այսօր «Տասնիմ» գործակալությունը հաղորդում է, որ Իրանում բողոքի ակցիաները նվազում են։ Անկարգությունների թիվն առաջին օրերի համեմատ քչացել է 3 անգամ։